Հորդառատ անձրևների ժամանակ սելավատարերի խցանման հետևանքով Արթիկ քաղաքին հասցված վնասի չափը պարզ կլինի առաջիկա օրերին։ Արթիկի քաղաքապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով։ Արթիկում տուն առ տուն իրականացվում է գույքագրում։ Հաշվառվում է կորուստների չափը։ Դրանց ավարտից հետո կտրվեն նախնական գնահատականներ։ Տեսանկարահանված են բոլոր տները, հասարակական նշանակության շենքերը, փողոցները, հեղատարները, ծավալները այս պահին գնահատվում են, ինչ ծավալի աշխատանքները։ Հետագայում ներկայացվելու է մարզային հանձնաժողով, որտեղ գնահատելու են արդեն արժեքը մոտավորապես ու արդյունքները ներկայացնելու են կառավարություն։ Սելավաջուրը լցվել է տները, անասնագոմերն ու այգիները։ Մեջը անասուն եղելիքը, ընդամենը 10 գլուխ խոզ ենք փրկել, մնացածը սաղ խեղտ է ու ջուրը տարել է։ Հորտերս չփրկվան, բայց կովերա ուշ ժամ եկան, այդ օրը մնացին, հաջորդ օրը նոր տարել եմ ստիպած գյուղ։ Շատ բնակելիներ քանդվել են։ Այն տները, որտեղ ջուրը լցվել է միայն նկուղ, հնարավոր է վերականգնել։ Լրիվ քայքայված ամբողջությամբ պատվալը մի տիղմի ու ցեխի մեջ է ջրի։ Բացարձակ չեք հաշվի, ինչ որ մաքրել ենք, մենք մեր ուժերով ստեղ այս մետր բարձրության ցեխը քաշե դուրս ենք տվել, գոնե կրանանք ներս գա։ Հələ պատվալը լիքն է տեսան, իրանք ջուրը չի քաշե։ Հեղեղից տուժած ընտանիքներից շատերն արդեն մի քանի օր է գիշերում են բարեկամների տանը։ Երգորել անախտիկացնում է, պենզաշեն կեստամ, իրանց ավտո, կեստամ դեղ, քնիմ առավոտ ելնիմ հուկա։ Ամեն մարդ իր բարեկամների, հարազատների տուն են մնացել, որ ասենք երկար մնալ ընձգի թվա այսօր հնարավոր չէ։ Արթիկում վնասվել են նաև ենթակառուցվածքները, էլեկտրասյուների հիմքերը մնացել են օդի մեջ, հեղեղից խարխլվել են կամուրջները, առանձին հատվածներում շարքից դուրս են եկել սելավատարերը, դրանք նույնպես վերանորոգման կարիք ունեն։ Տարհանվածներ որպես այդպեսին չկա, ուղղակի մարդկանց խորհուրդ է տրվել չբնակվել շենքերում, որովհետև պայմանները վատ են։ Փլուզման, վտանգի ենթակա շենքեր այս պահին չկան։ Քաղաքապետարանը ունի սոցիալական բնակարաններ կամ այլ բնակֆոնդ, նույնիսկ ժամանակավորապես մարդկանց տրամադրելու համար, բայց մարդիկ տեղակայվում են, ապրում են ժամանակավոր իրենց հարազատների մոտ հաստատ կապրեն, մինչև խնդիրը լուծում ստանա։ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է աջակցություն։ Օգնել ցանկացողները կարող են գումարները փոխանցել Արթիկի զարգացման հիմնադրամ։ Նաիրի Մուրադյան, Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, ժամը լրատվական։